Եգիպտոսի իշխանությունները ցուցադրել են Լյուքսորում Թութանհամոն փարավոնի դամբարանի գիպսե պատը եւ քաղաքի արևմտյան ափին բացել երկու վերականգնված հին դամբարանները, որոնք թվագրվում են նոր թագավորությանը եւ պարունակում են առօրյա կյանքի եւ հուղարկավորության ծեսերի տեսարաններ։ Լյուքսորի հնությունների գլխավոր տնօրեն Աբդելգաֆար Վագդին ասել է, որ պատը եզակի արտեֆակտ է, որը երբեք չի կրկնօրինակվել Եգիպտոսում կամ աշխարհի որևէ այլ վայրում, քանի որ գրեթե բոլոր փարավոնական դամբարանները թալանվել են։ Հետևաբար սա եզակի արտեֆակտ է, միակը, որ ներկայում ցուցադրվում է Թութանհամոնի դամբարանի հայտնաբերումից ավելի քան 100 տարի անց։ Սա Թութանհամոնի միակ պահպանված արտեֆակտն է, որն աշխարհը երբեք չի տեսել։ Վերջերս եգիպտական խումբը վերակառուցել է այն։ Այս պատը կրում է Թութանհամոնին պատկանող կնիքներ, ինչպես նաև դամբարանադաշտի պահակների կնիքներ, որոնք պատասխանատու էին դամբարանների անվտանգության վերահսկման եւ դրանք գողությունից պաշտպանելու համար։ Եգիպտոսի զբոսաշրջության եւ հնությունների նախարարության հայտարարության համաձայն Թութանհամոն փարավոնի դամբարանի սկզբնական սվաղապատ փակող պատը համարվում է 1922 թվականին բրիտանացի հնագետ Հովարդ Քարթերի հայտնաբերած դամբարանի կնքման հետ կապված ամենանշանավոր տարրերից մեկը։ Լյուքսորի թանգարանում առաջին անգամ հանրությանը ցուցադրված պատն օգտագործվել է թաղման խցիկի մուտքերը պաշտպանելու համար եւ կրել է պաշտոնական կնիքներ, որոնք արտացոլում են թաղման ծեսերը եւ փարավոնի հուղարկավորության հետ կապված վարչական լիազորությունները։ Լյուքսորի Նեղոզ գետի արևմտյան ափը թագավորների հովտի հայրենիքն է, որտեղ նոր թագավորության փարավոններն ու ազնվականները հուղարկավորվել են ժայռերի մեջ փորված դամբարաններում։ Մեծ Բրիտանիայի Ուելսի արքայադուստրը սովորել է պաստա պատրաստել հյուսիսային Իտալիայի այսպես կոչված սննդի հովտի համայնք այցելելու ժամանակ, որը համաշխարհային ճանաչում ունի այնպիսի արտադրանքով, ինչպիսին է պարմեզան ռեջիանո պանիրը։ Գահաժառանգ արքայազն Ուիլյամի կինը Քեյթը այցելել է Իտալիա մանկության զարգացման վերաբերյալ իր աշխատանքի շրջանակներում, որը նրա հասարակական դերի կենտրոնական թեման է։ Ավելի վաղ արքայադուստրն այցելել է Ռեջիո Էմիլիայի նախադպրոցական հաստատություն, որը միջազգային ճանաչում ունի վաղ մանկության կրթության նկատմամբ իր մոտեցմամբ։ Ավելի ուշ նա կանգ է առել Ռեմիդա կենտրոնում, որտեղ վերամշակված թափոնները վերաօգտագործվում են որպես երեխաների ուսուցման գործիքներ։ Ճաշի ժամանակ նա փորձել է թարմ պաստա պատրաստել Ալ Վինետո ֆերմայում, որը գտնվում է Ռեջիո Էմիլիայի եւ Պարմայի միջև։ Խոհարար Իվան Լամպրեդիի ղեկավարությամբ Քեյթին ցույց են տվել, թե ինչպես պատրաստել տորտելի, տարածաշրջանին բնորոշ լցոնված մակարոնեղենի տեսակ, որը սովորաբար լցոնվում է ռիկոտայով եւ համեմունքներով։ Անցած տարի ՄԱԿ-ի մշակութային գործակալությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ն Իտալիայի ազգային խոհանոցը ճանաչել է որպես ոչ նյութական մշակութային ժառանգություն, արժևորելով սերունդներից սերունդ փոխանցված խոհարարական ավանդույթները։ Իսպանիայի Ժիրոնա քաղաքը պայթել է գույների բազմազանությամբ Temps de Flors կոչվող 71-րդ փառատոնի բացման ժամանակ։ Ծաղկային բազմաթիվ ցուցանմուշներ են ցուցադրվել քաղաքում 8 օր շարունակ, իսկ վերջին օրը կայացել է գիշերային ցուցահանդեսը։ Ժիրոնայի տաճարի աստիճանները, որոնք ամբողջ աշխարհում ճանաչելի են գահերի խաղից, վերածվել են մեծ ծաղկային ինստալացիայի, նվիրված ճարտարապետ Անտոնիո Գաուդիին նրա մահվան 100-ամյակի կապակցությամբ։ Ժիրոնայի քաղաքապետի տեղակալ Ջեմա Գեյս Կարերասի խոսքով ամեն տարի մոտ 400,000 մարդ է այցելում Ժիրոնա ծաղկային ցուցադրությունները դիտելու համար։ Շատերը սիրում են ծաղիկները եւ քանի որ դա մեծ հնարավորություն է ճանաչելու մեր քաղաքի ժառանգությունը, կառույցները, Ժիրոնայի հին քաղաքը, այստեղ շատ այցելելու տեղեր կան։ Կարծում եմ, որ այս փառատոնն օգնում է, որ մարդիկ ավելի մեծ մոտիվացիա ունենան մեր տեսարժան վայրերն այցելելու համար։ Հազարավոր հանդիսատեսներ են հավաքվել Շվեյցարիայի Վալե կանտոնում կովերի թագուհիների մենամարտի համար, որտեղ հեռենես ցեղատեսակի կովերը եղջյուրներով կռվում են ուժի եւ հիերարխիայի ավանդական մրցույթում։ Հիմնվելով նախրի բնական վարքագծի վրա,
Մենամարտերում կովերը դեմ առ դեմ հրում են միմյանց, մինչև մեկը նահանջի։ Մենամարտերը, որոնք կարող են տևել մինչև 40 րոպե, ամեն տարի կիզակետին են հասնում ապրոզում կայանալիք ազգային եզրափակչում, որտեղ տարբեր քաշային կարգերի հաղթողները մրցում են թագուհիների թագուհի տիտղոսի համար, բարձրացնելով այդ կենդանիների արժեքն ու կարգավիճակը։ Այս կովերին ամենից շատ բնորոշում է նրանց բնական մարտական բնույթը, որը հիմք է հանդիսացել կովերի թագուհիների մենամարտերի ավանդույթի համար։ Սկզբում նման մրցույթները տեղի էին ունենում միայն ալպյան արոտավայրերում, որտեղ նախիժները միասին էին արածում։ 1920-ականներին մեկնարկած միջոցառումը վերածվել է ալպյան մշակույթի անկյունակարի, ներգրավելով մինչև 50,000 մարդու եւ կապելով ֆերմերներին ավելի լայն հանրության հետ։ Անասնաբույծները նշում են, որ մրցույթը նրանց համար նույնքան սպասված է, որքան կենդանիների համար։ Մենք հզգում ենք կովերի էներգիան, կռվում ենք նրանց հետ, նախապատրաստում ենք նրանց, հոգ ենք տանում նրանց մասին սկսած հորթերի տարեքից, իսկ հետո կռվում ենք նրանց հետ, երբ կռվում են մարտի դաշտում։ Կարծում եմ մենք այնքան հոգնած ենք, որքան կովերը, եւ երբ դուրս են գալիս, գուցե նույնիսկ ավելի շատ։ Կռվից հետո գուցե նրանք խաղաղվում են, բայց մեր սթրեսը շարունակվում է։ Կովերի մենամարտի հանդիսատեսների խոսքով, այս ավանդույթը մնում է տարածաշրջանային ինքնության պահպանման գլխավոր միջոցառումներից մեկը։ Մինչ կովերը մրցահրապարակում դիմակայում են միմյանց, արդյունքը կարող է լինել անորոշ, սակայն կովերի թագուհիների գրավչությունը կասկածից վեր է։ Միացյալ Նահանգների ռազմածովային ակադեմիայի առաջին կուրսն ավարտել է ամենամյա ծանր փորձություն հանդիսացող միջոցառումը՝ Գրանիտե օբելիքսի վրայով բարձրանալը։ Բարձր սյունը պատված է բուսական յուղով։ Նրանց առաջնորդը Նյու Ջերսիի նահանգապետ Միկի Շերիլի որդին Լինքոլն Հետբերգը հաջողությամբ տեղադրել է բարձր կուրսի ուսանողի գլխարկը Սիան Գագաթին։ 6.4 մետրանոց Հերնդոնի հուշարձանը բարձրանալու ավանդույթը սկսվել է 1950 թվականից։ Առաջին կուրսեցիները միասին բարձրանում են օբելիքսը, փոխարինելու առաջին կուրսի գլխարկը ավագների կուրսի գլխարկով, ինչը նշում է նրանց անցումն առաջին կուրսից դեպի 4-րդ կարգի նավաստիների կարգավիճակի։ Տեղական լրատվամիջոցները հաղորդել են, որ 2029 թվականի շրջանավարտներն այսպես կոչված Հերնդոնի վերելքն ավարտել են 2 ժամ 17 րոպեում։ Երբ Հետբերգը կատարել է գլխարկի փոխարինումը նորով, Շերիլը 1994 թվականի ակադեմիայի շրջանավարտը եւ նրա ամուսինը, ինչպես նաեւ հավաքված բազմությունը մեծ ոգևորությամբ եւ ուրախությամբ աղաղակել են ակադեմիայի տարածքում։ Ես մի պահ ընդմիջում էի վերցրել, վատ էի զգում։ Կային մարդիկ, որոնք հավանաբար այնտեղ էին ամբողջ 3 ժամը։ Երբ նորից մտա այնտեղ ու սկսեցի բարձրանալ, տեսա, որ լավ հիմք ունեմ։ Ինչ որ մեկը ինձ գլխարկ նետեց, հագա այն, հետո հասկացա, որ արդեն գագաթին մոտ եմ։ Պարզապես հիանալի պահ էր։ Ակադեմիայի հանրային տեղեկատվության գրասենյակի տվյալներով 1962 թվականից, երբ սկսվել է ժամանակի գրանցումը, ամենաերկար բարձրացումը եղել է 4 ժամ 5 րոպե 1998 թվականին, իսկ ամենակարճը 20 րոպե 1975 թվականին։ Մարոտ Հարվերդյան, Այլ լուրեր։